Ողջույն սիրելի ընկերներ, ես Մայիս Կարիբյանն եմ, եւս մի էպիզոդ, որ պատրաստել եմ բոլոր իմ հետևողների համար։ Նրանք, ովքեր ինձ արդեն որոշ ժամանակ հետևում են, դուք գիտեք, որ MMK Podcast-ը հիմնականում ֆինանսների մասին է։ Եվ ժամանակ առ ժամանակ ես ունենում եմ հիանալի հյուրեր տարբեր ոլորտներից, կլինի սպորտից, կլինի հենց ֆինանսներից, կլինի music industry-ից, տարբեր հյուրեր եմ ունենում եւ ես հավատում եմ, որ այն ինֆորմացիան, որ կիսվում եմ ձեզ հետ, յուրաքանչյուրիս կբերի շատ education, որ ավելի ճիշտ կառուցենք մեր ֆինանսները եւ ինչու՞ չէ, մեր կյանքը ուրիշների փորձից սովորելը դա ավելի օգնում, որ մենք քիչ սխալներ անենք։ Այսօր եւս կրկին ունեմ հիանալի հյուրեր, այս անգամ յուրահատուկ հյուրեր, որտեվ այս անգամ ունեմ երկու հյուր, որ սիրով շուտով կներկայացնեմ ձեզ եւ ուզում եմ մի փոքր ասել, որ մեր օֆիսում մենք աշխատում ենք որպես թիմ եւ իմ օֆիսից երկու ակտիվ եւ հաճելի անձնավորություններ, լավ էջենտներ, որ բավականին իրանք էլ ունեն փորձ ֆինանսական ինդուստրիայի մեջ, սիրով ուզում եմ ներկայացնել Արփի Մխիթարյանին եւ Կարինե Դայանին։ Ողջույն Մայիս, ողջույն մեր հայրենակիցներին։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալել ես քո այս գեղեցիկ տաղավարում։ Համոզված եմ այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու։ Ես էլ եմ համոզված, Կարին, ինչպես ես։ Բարև Մայիս ջան, ես լավ եմ եւ շատ ուրախ եմ գտնվեմ ստեղ, որովհետեւ այդ ստուդիոն դու սարքել ես քո ձեռքերով, ամեն մանրամասներով եւ շատ էներգիա է ստեղ, շատ հաճելի էներգետիկա եմ զգում ստեղ։ Ես էլ եմ ուրախ, ընկերներ, եւ ուրախ եմ, որ մենք մի թիմ ենք եւ իրար շատ ենք օգնում եւ դեռ շատ երկար ճանապարհ ունենք իրար հետ անցկացնելու։ Արփի, սկսեմ քեզանից։ Գիտեմ տարիներ է, մոտ 10 տարուց ավել է, որ insurance industry-ի մեջ ես, իհարկե սկսել ես ուրիշ agency-ից, հիմա մեր օֆիսում ես։ Մի փոքր խոսա, թե ինչպես ես սկսել այս բիզնեսը, ինչու ես սկսել եւ ինչպես պատահեց, որ հայտնվեցիր insurance industry-ում։ Կփորձեմ հակիրճ պատմել։ Իմ պատմությունս այս աղոթության ոլորտում սկսեց շատ հետաքրքիր ձևով։ Ես Միացյալ Նահանգներ եմ եկել green card-ով որպես իմիգրանտ 12 տարի առաջ եւ հիշում եմ մի 10 օրեր անցել եւ հերոստատուսով փոքրիկ գովազդ էր կյանքի ապահովագրության մասին, շատ հետաքրքրեց, որտեվ այդ ժամանակ Հայաստանում դեռ չկար ապահովագրություն ասվածը, նոր ապաներ սկսել եւ ինձ շատ հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել եւ հասկացա, որ հենց այն է, ինչ որ ինձ պետք է։ Այդ ժամանակ չէի վարում մեքենա դեռ եւ հիշում եմ, որ search գտա մոտակա walking distance agent-ի, local agent-ի մտա ներս, դուրը ներսից փակեցի, ասեցի ես այստեղից դուրս չեմ գա, միջև ես չունեմ գոնե 500,000-ի ապահովագրություն եւ հիշում եմ աստիճաններով էի բարձրացել, ասեցի քեզ մոտից դուրս գամ, մի բան լինի, ես պետքա ապահովագրություն ունենամ, ես դա իմ կյանքի Միացյալ Նահանգներում եղած կյանքի լավագույն որոշումները, որ ես արել եմ, շատ հիշում եմ $49 կես միլիոնի համար։ Դա իմ առաջին Երևի միջի հիմա ունես այդ policy-ն։ Դա իմ առաջին, ես համարում եմ ներդրում իմ համար, դա ներդրում էր իմ ապագա կյանքի մեջ եւ ես հիշում եմ, որ այդ հենց այդպես սկսեց, այդ գործակալս շատ զարմացած էր եւ ասաց Երանի շատերը քոնման հաճախորդ լինեին։ Ես Երանի գտայի, որ այդպեսի հաճախորդներ շատ ունենայի եւ նա ասաց «Իսկ դու չես ուզում ապահովագրության գործակալ դառնալ»։ Ինչու՞ ոչ, ես նոր եմ եկել, դեռ չէի կողմնորոշվել, ես CPA էի իմ երկրում, ես դեռ չէի որոշել ինչ պետք է այստեղ անեմ եւ ասացի այո, ինձ իհարկե ուղղորդեց, ես դեռ շատ արագ եւ շատ երկար տարիներ այդ կազմակերպությունում աշխատել եմ եւ նորից եմ ասում, դա իմ կյանքի լավագույն որոշումն է, թե policy ձեռք բերելը, թե այդ ոլորտ մտնելը։ Կարին, դու ինչ կասես, քո պատմությունը ոնց է սկսել եւ քանի տարի առաջ սկսեցիր ինշուրանսի մեջ։ Իմ պատմությունը սկսվել է նրանից, որ ես երբ որ ունեցել եմ իմ բալիկներին, իմ բալիկների տարբերությունը շատ մեծ է եղել, այսինքն ես ունեցել եմ մեծ տարիքում։ So երբ որ ես եկա Ամերիկա եւ արդեն մի 2001 թվին եմ մտել Ամերիկա, այո, green card-ով եմ մտել։ Իրար լավ եք հասկանում։ Այո, եւ դրանից հետո արդեն սկսեցի մտածել, որ իմ բալիկները պուճուր են։ Այո։ Եվ եթե ինձ կամ իմ ամուսնու մի բան պատահի, ինչա լինելու, որովհետեւ ես թե չունեմ ոչ մի բարեկամ,
Ճիշտ է, տարիների ընթացքում ես ձեռք եմ բերել շատ լավ ընկերություն, բայց anyway ես սիրում եմ ինքս ինձ ապահով զգամ ֆինանսական կողմից եւ ոչ մեկի վրա ոնց որ ասած հույս չդնեմ։ Այո։ Եվ օրից մի օր երևի որ ասում են ask and given, ընկերուհիս ասեց տեղես հիմա life insurance անում, ուզում ա քեզ ներկայացնի, ասեցի մի սիրով։ Բայց քանի որ ես այդ ժամանակ ոնց ասեմ որպես կին դա ինձ շատ չէր հետաքրքրում ֆինանսական կողմերը, ես ասեցի թող նայի իմ ամուսինս ընտրել է, այդ տղուն ասել է ամենաեժան, էնել ասել է, բայց դա այդքան էլ լավ չի, հետո կտանգանա, ասել it's okay, հիմա մի բան ունենանք, չնայած ես էլի համամիտ եմ, որ այո, թեկուս մի բան թեկուս էժան, ավելի լավ ունենաս, քան թե չունենաս, այն peace of mind-ը ինձ միշտ բան արել։ Այո։ Ու դրանից հետո մի 2 տարի երևի անցավ, ամուսինս սկսել է թանկանալ, հետո ասել է բեր նայենք, ուսես ինչ-որ տեսա, որ դա 10 տարի հետո մի հատ մեծ կլոր գումար է դա կազմելու, ուսի ինչ-որ մի բան այն չի։ Ու դրա, որ ասում են ask and given մի հատ նորից մի անգամ էլ եղավ, եւ ընկերուհիս, իմ մոտիկ ընկերուհիս, որի համար ես շնորհակալ եմ, ինքն էլ սկսեց բիզնեսը, եկավ ներկայացրեց, դե այն որ ասում են մենք բոլոր կանենք, ասում մեզ փող տվեք, գիտեք ոնց ծախսենք, բայց մենք չգիտենք ոնց save անենք, grow անենք եւ մտածենք ապագայի մասին։ Փառք Աստծո, հիմա ես լավ ֆինանսական զարգացել եմ, որ հասկանամ ինչը ոնց եւ այլն։ Տենց հասկացվեմ Մայիս ջան, դրանից հետո մենք վերցրեցինք ուրիշ insurance։ Այո։ Եվ շնորհակալ եմ երկուսին էլ, որ ես ապահով եմ եղել եւ ունեցել եմ peace of mind թեկուս այդ ժամանակի ընթացքում։ Ընկերներ, ումը երկուսովդ էլ համ ծնող եք, համ երեխաներ ունեք, ընտանիք ունեք, այս բիզնեսը ինչով է առավել, ինչ հնարավորություն է տալի, բացի այն ֆինանսական տեսանկյունից, որ կարող ենք լավ գումար սարքել, այլ ինչն է արփի քեզ գրավում, բացի գումարը։ Ինչպես ասացի, ես այդ կազմակերպությունում աշխատում եմ եւ ես նշեմ, որ ես Life Health and PNC licensed agent եմ, այսինքն ես հնարավորություն եմ ապահովել այն ամենը, ինչ հնարավոր է ապահովել Միացյալ Նահանգներում, եւ այդ ժամանակ ես հենց PNC էի անում, իսկ PNC-ն պահանջում է բավականին servicing։ Այսինքն հաճախորդները անընդհատ զանգահարում են եւ դա ինից աշխատանք է։ Պետք է լինել օֆիսում, պետք է զանգերին պատասխանել։ Ես okay դրա հետ, բայց երբ որ իմ բալիկներին ունեցա, իմ փոքրիկն ունեցա, 4 եւ 5 տարեկան բալիկներ ունեմ, եւ արդեն պետք է վերադառնայի աշխատանքի, ես հասկացա, որ ես այլևս չեմ կարող գիծվեց աշխատանքը անել, ես պետք է մի բան անեմ, որ կարողանամ իմ որպես մայր, որպես կին, որպես դուստր այդ բոլոր պարտականությունները ես կատարեմ իմ ուզած ձևով եւ նաեւ կողքից նաեւ ունենամ իմ բիզնեսը, եւ ես հասկացա, որ ու շատ եմ սիրում life եւ health insurance կապես, ես հասկացա, որ ես հենց դա եմ ուզում անել եւ դա ճկունություն է տալիս ժամանակի մարդկանց հետ շփվել, ների հետ շփվում եմ սուրճ խմելիս, տանը, բիզնեսում, օֆիսում շատ հազվադեպ եմ դեպում, միշտ ավելի անմիջական, հատկապես առաջին հանդիպում, այսպես ասած, կարողանում եմ երեխաներին խնամել, որևէ մեկին չեմ թողնում, որպեսզի այդ գործը իմ փոխարեն անի, դա իդեալական տարբերակ է ինձ համար։ Այո, ցի վերաբերյալ, դու ինչի ես սիրում ժամանակի տեսանկյունից այս բիզնեսը։ Ես շատ եմ սիրում իմ ժամերը, որ ես ինքս կարամ դնեմ այդ ժամերը կամ այդ ապոյնտմենտները, որ ես դնում եմ, իհարկե ես աշխատում եմ, որ համընկնի իմ կլիենտների հետ, բայց առաջի հերթին ես չպիտի նստեմ 8-ից 5-ը օֆիսում եւ ստանամ այն գումարը, որ ես խոսքի կարամ ստանամ մի 2-3 պրեզենտացիա անելուց հետո։ Այդ առաջինը Երկրորդը ես ունեմ bachelor's degree իմ երկրից, այսինքն ես ինժեներ տեխնոլոգ եմ եւ ես ինքս ոնց որ իմ բոսն եմ։ Ես իհարկե ես ունեմ թիմ եւ ունեմ մենտոր, ունեմ լիդեր, բայց ինքը դու քո բիզնեսն ես կառուցում, այո։ Իմ բիզնեսը, այո։ Այո։ Շատ լավ։ Իսկ արդեն տարիներ է որ այս բիզնեսի մեջ եք, ունեք օրինակներ, երբ որ ձեզ կպել է ձեր սրտին հաճախորդին օգնելու ժամանակ, թե կլինի policy claim-ների հետ վերաբերական, ինչ ստորի կա որ արփիկը հիշես դու։
Մենք էջենտներս, մենք ամեն հաճախորդի հետ ավելի լավ էջենտ ենք դառնում։ Ոչ թե գիտելիքներն են մեզ ավելի լավ էջենտ դառնում, ամեն հաճախորդ, ամեն պատմությունը մեզ ավելի լավ էջենտ։ Այո։ Եվ շատ պատմություններ ունենք։ Առաջինը, որն է տպավորիչ քո մեջ մնա։ Այո, բայց ամենատպավորիչը ես մի շատ լավ հաճախորդ ունեմ, երբ որ PNC ես շատ լավ հաճախորդ ունեմ եւ շատ լավ ընտանիք ուներ եւ ես շատ էի ուզում որպեսզի ինքը անդադ գործերի մեջ էր, շատ ակտիվ տղա էր, ասարդեր եւ ես շատ էի ուզում որ իր ընտանիքը ապահովված լիներ, որովհետեւ գիտեք, երբ որ դուք գործարար եք, երբ որ դուք ասած ասեմ, միտեղից գումար վերցնում եք, միտեղից մի բան գնում եք, մի պահ կանգնեք եւ մտածեք, եթե մի բան ձեզ հետ լինի, ձեր ընտանիքը տեղյակ է այդ բոլոր գործողություններին։ Ունեք emergency fund, արդյոք ունեք գումար, որ մի անգամից մուտք կարող է գործել ձեր կինը երեխաներին խնամելու, probate-ին սպասելու կամ ինչ որ այդ ընթացքում։ Եվ ես հիշում եմ, որ 2 տարի ես անընդհատ ասում էի, արի գրենք, միշտ հրաժարվում էր եւ հիշում եմ չորեքշաբթի օրեր ժամը 3-ին պետք է նա գար օֆիս։ Ես եկա շատ ուրախ, շատ ոգևորված, ու համաձայնվել էր եւ ես զգացի, որ ինչ որ խոսակցություններ են գնում եւ հետաքրքրեցի ինչ է կատարում օֆիսում։ Եվ պարզ դարձավ, որ ինձ ասացին, որ մի 1000 դժբախտ պատահարի զոհ է արել եւ ասացին, իդեպ դու իրան ճանաչում ես։ Ես դերեք շաքաղում եմ, որովհետեւ ես ինձ այնքան մեղավոր զգացի, որ ես միգուցե ես մի հաճախորդին եմ դիմում մենք չենք ագրեսիվ չենք ասենք ցանկանում որ դուք ապահովություն որ մեզ համար չէ բայց որոշ տեղ պետք է այսպես ասած ես հասկացա որ պետք է որովհետեւ երբ որ պահը գալիս է երբ որ հենց պետք էր որ դուք ապահովություն ունենաք եւ ուշ է լինում որովհետեւ հաճախորդ կա ինձ վիրահատարանից է զանգահարը չեմ կարող օգնել հաճախորդը ես հասկացա որ հաճախորդը այն ժամանակ է հասկանում իրական որովհետեւ կյանքի ապահովությունը դա օրինական պայմանագիր է։ Այո։ Օրինական պայմանագիր։ Այստեղ ոչ մի խաբեություն չկա։ Այն ժամանակ է հասկանում դրա կարևորությունը, երբ որ ընտանիքում կամ մի սպասեք։ Այո։ Երեք արդեն ուշ էր։ Այո։ Կարին, գիտեմ վերջերս դու ունեցար նմանատիպ մի սցենարիո քո հաճախորդներից մեկը, որ ստացավ living benefit claim, ինչպես ես քեզ զգում, երբ որ իրան օգնել ես, որովհետև երբ որ նրա հետ եկել է իր օֆիս, ինքը իմ արչև գոնե մի 3-ից 5 անգամ քեզ շնորհակալություն հայտնես։ Պատմիր այդ ստորիի մասին։ Ես ինձ զգում եմ կարելի ասել հիանալի, որովհետև երբ որ մենք ինչ որ բան ենք բացատրում մեր ժողովրդին, մեր կլիենտներին, այո, բանը նրանումն է, որ վիժուալի իրանք չեն տնում այդ product-ը, so մենք պիտի այդքան բացատրենք, որ մարդը հասկանա շոշափելի չի մեր սերվիսը, այո, չի գրիշ, չի ոչ ոնց որ օդ կոֆե չի խոստում է այո դա միայն խոստում է եւ երբ որ այդ կլիենտը ինքը անցյալ տարի դեպք ունեցավ ինքը Անգելա եւ դրանից հետո ինքը վերահարթվել է վնասել է իր հիպը ընդ դրվել է 3 հատ մետաղ ես ասում եմ ինչի համար հետո մարդիկ չասեն ես անգել եմ բախի շնորհանց կլեմ չենք մարել չէ լուրջ պատմություն ստացվեց իր մոտ եւ ես կլեյմ արեցի 3 ամիս մենք սպասեցինք եւ դրանից հետո ինքը լավ չեկա ստացել շատ ուրախ է հիմա եթե ինչ որ ինքը մեկին տենում ա կամ ընդհանուր հավաքված են կլնում ինքը ասենց դու շուրանց ունես չունես բախի չունես քեզ լավ ռեկլամա անում ես ասում եմ ես շատ շնորհակալ եմ by the way իրան, այո ինքը ապահովել է, նաև ինքը բացի որ մենք ունեցանք այդ claim-ը, ինքը նաև իր death benefit-ը պահել է, որոշ մասը death benefit-ը իրան մնացել է։ So ժողովուրդ ջան, մենակ մեռնելու ժամանակ չի, նաև living benefit-ները աշխատում են, դա chronic critical terminal illness-ները, նաև ավելացել է Alzheimer-ը, նաև ունենք critical injury։ Շատ ուրախ եմ, որ ինքը կարացավ ապահովի իրան այդ շրջանում, որ ինքը աշխատունակ չէր կարում որոշ daily activity աներ։ Այո։ Ում ընկերներ, այս հարցը տամ։ Արդեն ես 22 տարի է բիզնեսի մեջ եմ, դուք էլ բավականին մեծ փորձ ունեք։ Երբ որ նոր էի այս բիզնեսի մեջ, շատերը ասում են, գիտես ինչ, ինշուրանսի համար գումար չունեմ։ Այ արփի դու հավատում ես դրան, որ մարդիկ ասում են փող չունեմ դրա համար։ Ես ուղղակի իմ մի քանի օր առաջ ինձ խորհուրդ տվեցին Starbucks-ից մի հատ լավ drink։ Customize ասեմ,
ու վերջում ես նայում եմ ինչքան է, ասած նայում եմ ընդհանուրը $9 $9 pistachio syrup այո 90 cent մի հատ sense pistachio syrup այո ուզում ասեմ մեկ սուրճը արժե $9 եւ միջին վիճակագրական եթե օրը մի հատ խմես նա ինչ թիվ այո եկեք կալորացնենք 280-90 ամիսը եւ դա եւ նաեւ մարդիկ կան որ նախընտրում են ավելի շքեղ կյանք շքեղ հագուստ ձեզ ասեմ որ նույնիսկ այն մարդը ով paycheck to paycheck է ապրում այո որովհետեւ իրանց վիճակը ավելի ծայրահեղ է միգուցե նրանք ովքեր հարուստ են նրանք մտածում են գումարներ ունեն ասետներ ունեն նրանք կարող են թողնել իրանց ընտանիքներին բայց հենց դուք ովքեր paycheck-ից paycheck ունեն հավատացեք դուք $25-ով է կարող եք ապահովել այո դա կարևորը մենք հարցնում ենք ինչն է ձեր նպատակը եթե ձեր նպատակը ձեր փոքրիկ 4 տարեկան երեխային ձեր կինը հասցնի մինչև 21 տարեկան մենք կարող ենք ձեզ դա ապահովել նույնիսկ $25-ով կախված ձեր տարիքից մի մտածեք որ դա թանկ հաճույք է ոչ այո մարդու մտքին տեղ լինի հարցրեք գտեք ձեզ վստահելի մեկին էջենտին նույնիսկ կարող ձեր բարեկամը լինի էջենտը այո հարցրեք իրան իմացեք կրթվեք մեկ ես խոսում եմ հաճախորդի հետ ասում օքեյ ես կմտածեմ ասում ախր թույլ ես ամբողջ ինֆորմացիան քեզ տամ հետո մտածի եթե չգիտես ինֆորմացիան ոնց կմտածես դրա համար ոչ այդպեսի դա ինձ համար պատճառ Սամի հետ գործ մի արա բայց եթե բարեկամդ ինշուրանս էջենտը արդեն պիտի անես Կարին դու ինչ կասես հավատում ես որ մարդիկ ասում են գումար չունեմ այ քո էքսպերիենսով ինչ համոզման ես եկել Չէ ես չեմ հավատում որովհետև մենք առնում ենք վերջի հեռախոսները մենք update ենք անում ամեն տարի այո ես չեմ ասում իմ մասին ես կարամ 5 հեռախոս General իրոք տենց են մարդիկ ապրում այո եւ նաեւ գալիս է հեռախոսի հետ ինշուրանսը մենք առնում ենք TV-ներ, ռեֆրիժերատորներ եւ այլն եւ ամեն ինչը ինքը գալիս է ինշուրանսով բայց ես միշտ զարմանում եմ որ ամենակարևոր բանը որ մեր կյանքն է մենք ենք մեր ընտանիքներն մենք միշտ գցում ենք ինչ որ վերջի պլան ավոս չպատահի ավոս կպատահի սա իմ խորհուրդը մտածեք այսօր ոչ թե լինի արդեն ուշ Asma we are helping people they need it or no Այո համաձայն եմ գիտես օրինակ ես էլ իմ կյանքի փորձով եկել եմ համոզման որ շատ դեպքերում մանավանդ COVID-ից հետո մարդիկ իրոք լրջորեն են նայում որտեղ ոչ մեկ գարանտի չի կարա տա թե իր հետ այսօր վաղը կամ մի տարուց կամ 10 տարուց ինչ կարա լինի այ արփի օրինակ հիշում ես դեպք այդպիսի որ մարդը հա երկարացրել է կամ օրինակ այդ excuse-ը ին վրա էլ չի ազդում ես փորձում եմ իրենց հասկացնեմ նո էսի կարևոր հարցը որ այսօր պիտի լուծես այո ես հաճախորդներ միշտ ասում եմ որ ասում են հետո այո ես դեռ պատրաստ չեմ ես դեռ երիտասարդ եմ հա ես միշտ ասում եմ նայեք ոչ ոք ձեր մեքենան չի ապահովագրի եթե այն ջարդած լինի խնդիր ունենաք նոր մտածեք չպետք է տարիքով դառնաք նոր մտածեք տարիքով դառնաք կարող է չտան տարիքով լինեք կարող է այնքան թանկ լինի որ չստանա մի սպասեք 14 օրականից երեխան պետք է ձեռք բերի ապահովագրություն որովհետև այո որովհետև ստատիստիկորեն նույնիսկ երեխան մինչև 3 տարեկան ունենում է այնպիսի ռիսկային է հետո միայն մահանալու հիվանդանալու այն նաև որոշակի ձևով խնայողական գործիք է լավ սովորություններ է ձեռք բերում այո նույնիսկ ասեմ ձեզ երեխաները մի տարիք է գալիս երբ որ դու իրեն ասում ես գիտես դու խնայողություն ունես $100 ամիս ոչ ոք չի ասում հազարների մասին այո եթե լսել եք 1 միլիոնանոց երեխա արտահայտությունը $1 million baby դա այն երեխան է որի ծնողը մի կողմ դնի ոչ թե $8,000 ծնունդ անի ամեն պատկերացնում եք ինչ շքեղ policy կունենաք ու ապագա եթե այդ 88,000-ից 4-ով անեք եւ 4,000-ը դնեք policy-ի մեջ եւ երեխան արդեն կմեծանա կրթությունը արդեն մեքենան հարսանիքը ես անձամբ գոլեգա ունեմ որ երեխայի հարսանիքը իր որդու արդեն իր որդու policy-ի միջից է վճարել այո եւ նույնիսկ դուք Ադրանով ապահովում եք ձեր թորների ապագան եւ ձեր երեխայի թոշակը։ Այո։ 3 կարևոր բան։ Կարին դու ինչ կասես, օրինակ
Ինշորանսը մանավանդ մեր հայերը, որ բարձր տարիքից են գալի Ամերիկա, երևի ամենաէժան, անգլեն ասած cheap տեսակի wealth transfer անելու միջոց է։ Երբ որ դու կարող ես բարձր հասակում, եթե չկարողանաս օրինակ ուրիշ ասետներ անես, գոնե life insurance-ի միջոցով կարող ես քո երեխաներին մի մեծ գումար թողես։ Այդ դու ինչ կասես դրա համար։ Ես ինքս մայր եմ, ունեմ 2 երեխա եւ երկուսն էլ ունեն ամեն մեկը 2 ինշորանս։ Կամ ասում եմ, զգուշ եղեք, շուտ վերցրեք։ Իսկ մեր մեծահասակները, որ գալիս են, ու այդ մարդիկ qualified չեն ելնում ցավոք սրտի, պիտի մինչև այդ հարցը պիտի շուտ լուծես, մինչև ես դեպքեր ունեցել եմ, մարդիկ ուզում են, բայց էլ qualified չեն։ Այո, այս բիզնեսի մեջ մենք բաց չունենք։ Մենք մեր գլխի տերն ենք, մեր schedule-ը մեր ձեռն է, այլ ինչեր կա, որ սիրում ես եւ ինչեր կա, որ չես սիրում բիզնեսի մեջ։ Սկզբնական մի քանի տարին է դժվար ցանկացած գործակալի համար, այո, սկզբնական մի քանի տարին է դժվար, որ ավելի շատ book of business հավաքի, մարդկանց database ունենա։ Մեր գործը ինչքան հնարավոր է շատ մարդկանց հայտնել, թե ինչ ենք մենք անում։ Այո։ Որպեսզի տեղյակ լինեն, թե ինչով կարող ենք մենք օգնել։ Այո։ Երբ որ դա ամբողջ նպատակը քո առաքելությունը mission-ն է, ոչ թե դու կենտրոնանում mission-ի վրա, որովհետև գիտեք ինչ, մենք պետք է շատ հարցեր տանք։ Նախ եւ առաջ մեր, այո, եթե client-ը նեղվում է, որ մենք շատ հարց ենք տալի, այն agent-ը, որը հարցեր չի տալիս, արդեն պետք է գնալ այդ agent-ի մոտից, որովհետև agent-ն ուրեմն չի հետաքրքրում, թե ինչն է ձեր կարիքը։ Ինչի կարիք ունեք։ Ձեր կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակները։ Այո, փոքրիկ բալիկ ունեցողը ուրիշ նպատակներ ունի, մեծահասակը ուրիշ, երիտասարդը ուրիշ, հարցեր ենք տալի, որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվել, թե ինչ առաջարկենք, որպեսզի կարողանանք առավելություններից մեկն է, որ այն ունի ճկուն իհարկե աշխատանքային գրաֆիկ, առավելությունն է, որ ինչքան հնարավոր է տարբեր տեսակի մարդկանց հետ ենք շփվում, հաճախորդի հետ շփվելուց ես ավելի լավ agent եմ, ավելի լավ մարդ եմ, պատմություններ եմ լսում, ես իմ հաճախորդների հետ հանդիպում եմ սրճարաններում, շատ բիզնեսներում, տանը, ընտանիքների հետ, ես որ տուն գնում եմ, անպայման ասում եմ բոլոր ընտանիքի անդամներով եկեք նստենք, խոսանք, այո, կարևոր չի դա հաջող կստացվի, կվերցնի հաճախորդը, թե չէ հավատացեք, այսօր ես կարող եմ իրան presentation տամ, ինքը չվերցնի, 3 տարի հետո ինքը դառնա իմ հաճախորդը, ես այդ mindset-ով եմ գնում, բայց իմ առաքելությունը դա կրթելն է մարդուն ֆինանսական պլանավորման կրթություն տալ, գիտելիք, որպեսզի մարդը կողմնորոշվի եւ ինքը որոշում կայ, ոչ թե ինքը իրան վաճառենք մի բան, այլ ինքը գնի մի բան, այսինքն ձեռք բերի։ Իմ համար շատ, ես չեմ կարծում ուրիշ թերություն կա, առավելություններ եւ առավելություններ հատկապես կնոջ համար։ Այո։ Մեր օֆիսում մենք երևի մեր կյանքի կարելի ասել 40-50%-ից ավելի ժամանակը գործի տեղն ենք անցկացնում։ Այ ինչպես է սիրում մեր օֆիսի environment-ը, ինչի է սիրում մեր օֆիս գալը, Արցախի վրայի օֆիսը։ Նաև այո, օֆիսը գտնվում է Արցախ փողոցի վրա, մեր ոնց որ հայկական անուն ունի Գլենդելի սրտում, նաև դուրսը մարդիկ նստած սուրճ են խմում հայկական եւ այլն։ Մեր օֆիսը շատ նաև սիրուն է։ Համեցեք, ով կարիք ունի, ինչ եմ սիրում։ Նախ մեր բոլոր աշխատողները յուրահատուկ են սկզբից ամենավերևից մինչև ներքև, ոնց որ բոլորը ունեն իրանց ամեն մեկը իրանց տալանտը եւ ամեն մեկը կարաս դու իմանաս ինչապե մի բան սովորես, ամեն օր էլ մի բան սովորում ենք։ Հետո մեր օֆիսը յուրահատուկ է նրանով, որ նաև մենք ունենք health insurance, մենակ life insurance չի։ Այո, շատ էջենսիներ չեն անում դրանք, այո։ Ինչ ասեմ, ես ինձ լավ եմ զգում այդ օֆիսում եւ նաև ունեմ շատ լավ մենտոր My Caribbean։ Շնորհակալ եմ։ Միշտ սովորում եմ IC schedule-ից, միշտ աշխատում եմ ինչքան հնարավոր է իրան copy անեմ, չնայած շատ դժվար է։ Դրա համար անգամ իմ տղային եմ բերել օֆիս, տեսնենք։ Այո։ Ալեքին բարևներ ասենք, ինքը երիտասարդ է, երբ որ Ալեքը 18 է, ճիշտ է։ Չէ, արդեն 20-ը։ Արդեն 20-ը։ Ես իր այդ շփվելուց հիշում եմ, երբ որ ես էի նոր սկսել այս բիզնեսը, այնպես որ ինքը մեծ չանս ունի, որ բավականին հաջող լինել։
Հետո գիտես մայրիկը իր տղայի հետ շատ լավ թիմ է դառնում։ Մեկը մյուսին օգնում։ Բացի այդ, այն ինչ որ ես գիտեմ, ինքը ուր կարա հասնի եւ ոնց կարա անի, ես շատ մեծ սպասումներ ունեմ իր մեջ, մեծ պոտենցիալ եմ։ Իրան ասել ես, որ քեզ պիտի ռիթայր անի շուտով։ Շատ լավ, Արփի, ուզում եմ քեզ հարցնել, որպես մոտիկանալով վիդեոյի ավարտին, ինչ կցանկանաս մեր հայությանը։ Նախ առաջինը որպես խորհուրդ մենք հայերս ինչ փոխենք մեր մեջ, որ ավելի լավ կյանք ունենանք, ավելի միաբան լինենք, եւ երկրորդը մասնագիտորեն ինչ է սովորել, որ խորհուրդ կտաս մեր հայությանը։ Կասեմ, որ մենք եկել ենք Միացյալ Նահանգներ, մեր հայրենիքը, սիրած հայրենիքը չենք լքել։ Թողելով, եկել ենք այստեղ, ունենալով, ինձ թվում է բոլորը կհամաձայնվեն, մենք մի նպատակ ունենք՝ բարեկեցիկ ներկա եւ ապագա մեր երեխաների, մեզ համար, մեր ընտանիքների համար, նույնիսկ Հայաստանում մնացած մեր ընտանիքների համար, դա մեր գերագույն նպատակն է։ Եվ գալով այստեղ մենք հասկանում ենք, որ նույնիսկ օրվա հացը վաստակել։ Այսինքն մտածել մի հատ էլ 20-30 տարի հետո երեխաներին ինչ որ արդեն իսկ դժվար է, բայց փառք Աստծո շատ սիրում, որովհետև այս երկրում կան այնպիսի ֆինանսական գործիքներ, որը ձեզ թույլ է տալիս, որ մեզ թույլ է տալիս, այսօր փոքր գումարներով compound interest, այսպես ասած հրաշքը, compound interest-ի հրաշքը, մենք կարող ենք այսօր փոքրիկ գումարներով վաղը մյուս օրը ապահովենք թե մեր ընթացիկ ծախսերը, գուցե մեծ ծախսեր ունենք, թե մեր թոշակը, երեխաները 14 օրեկանից, ես խորհուրդ եմ տալիս, 14 օրեկանից մտածեք ձեր համար սովորություն դարձրեք, մեր հայրենակիցներին կոչ եմ անում, $100, հավատացեք, այդ խաղալիքները, պուշիկները, պուշ ծնունդները, ես գիտեմ, շատ $8,000 փող է այդ ծնունդը, ես գիտեմ դա ինչ է։ Դա որևէ ձևով դուք ներդրում չեք անում ձեր երեխայի։ Իսկ եթե դուք գոնե դրա մի փոքր մասը իրականում պետք է գոնե 10% ձեր եկամուտի 10% մի կողմ դնեք, որպեսզի Աստված անի, եթե ընթացիկ ինչ-որ հիվանդություններ ունենաք, emergency մի բան։ Այո, որտեղ բանկում 0.001% է տալիս եւ tax են հասնում դրա վրա։ Ոչ, կան այնպիսի հիասքանչ ֆինանսական գործիքներ, որոնց մասին ես ուղղակի շատ եմ սիրում խոսալ։ Այո։ Եվ պետք է դուք որպես եկել եք այստեղ օրինական ապրում եք, օգտվեք, մի թույլ տվեք, որպեսզի որպես վերջաբան ասեմ, եթե հիշում եք Հայաստանում մենք միշտ նայում էինք տատիկներ, պապիկներ Ամերիկայից շորտիկով սիրուն, sense cute գալիս էին, նկարվում էին, չէ, տուրիստ, ու մենք նայում էինք մեր տատիկներին, sense խեղճացած իրանց թոշակը 50,000-անոց եւ մտածում ենք, Ամերիկա, ինչ լավ երկիր է, տատիկներին, պապիկներին ոչ որևէ այդ տատիկ պապիկից որևէ մեկը պետության հույսին չի մնացել։ Ինքը իր ծախսերից մի փոքր հավաքել մի կողմ դրել, այդ պատճառով ինքը արդեն retirement ունի եւ վայելում է իր կյանքը, իր ծերությունը։ Մի թողեք վաղվան, 3 արդեն ուշ էր, մի սպասեք ինչ որ դեպք լինի, որպեսզի դուք որոշեք, որ այո դա պետք է, եւ նաեւ կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր ցանկանում են գործել, ծանոթանալ այս ոլորտին, ապահովագրության, եթե դուք ազնիվ մարդ եք, եթե դուք սիրում եք օգնել մարդկանց եւ շփվել մարդկանց հետ, սա հենց այն գործն է եւ դրա համար ինչ որ տարիների կրթություն պետք չի, ոչ, դա ընդհանրապես պետք է իմանալ product-ը, ճանաչել նաեւ ձեր client-ին եւ գտնել լուծում։ Դա է։ Կոչ եմ անում, եթե հետաքրքրված լինեք, կարող եք մեզանից որևէ մեկին դիմել, մենք ձեզ ուղղություն կտանք, կպարզենք արդյոք դա այն ոլորտն է, որտեղ իրոք դուք պետք է լինեք եւ մենք շատ ենք սիրում մեր գործը, լավ բան եք ձեզ առաջարկում։ Կարին, դու ինչ կասես որպես վերջնաբան մեր հայությանը, ինչ խորհուրդ կտաս։ Ես խորհուրդ կտամ չսպասել, որովհետեւ այս երկիրը ստեղծված է ամեն իր հնարավորություններով, մի սպասեք վերջի պահին, որովհետեւ այո, մի հատ սուրճ չխմելով դուք կարաք ապահովեք ձեր ամբողջ կյանքը, ձեր ընտանիքը, ձեր retirement plan-ը եւ այլն։ Նաեւ ուզում եմ կոչ անել կանանց, ովքեր որ եկել են Ամերիկա, բայց still իրանք under husband-ի թևի տակ են, մի անգամ Արփին էլա խոսած է դրա մասին, որովհետեւ եթե
կանայք դուք ստե չեք աշխատում եւ եկամուտ չունեք, մի հատ լավ մտածեք, եթե մի բան պատահեց ձեր ամուսինը չկարացավ այդ օրվա հացը վաստակի, ուրեմն դուք կմնաք ֆինանսական ահավոր վիճակում։ Դրա համար զգուշացնում եմ, մեծ սիրով մենք սպասում ենք ձեզ, եթե մեկն ու մեկը ուզում է ցանկանա գա որևէ մեկի մոտ, մեր դռները միշտ բաց են, մենք ուրախ ենք բոլորի համար եւ շատ շնորհակալություն էլի քրկին անգամ, որ մեզ հրավիրել ես այսօր։ Մեծ սիրով, շնորհակալություն Կարինե քեզ, շնորհակալություն Արփի քեզ, սա առաջի հաղորդումն է, որ իրար հետ արել ենք, բայց ոչ վերջինը, այո, այնպես որ ապագայում նորից լավ հետաքրքիր թեմաներ կկազմակերպենք։ Շնորհակալություն երկուսիցդ ձեր ժամից։ Սիրելի ընկերներ, ահա եւս ավարտվեց մի հետաքրքիր podcast, տարածեք այս վիդեոն ձեր էջերում եւ կհանդիպենք մյուս անգամ։ Մայիս Կարիբյան։ Ստեղ